Ինչ վերնագրեր են տարածում, վարչապետը չգիտեմ ինչի հենակետային քոլեջի շենքը նվիրել է իր դստերը։ Այս մարդիկ ամբողջ այս հիմա քանի որ այս ապօրինի գույքի բռնագանձման 4 ուղղությունները ակտիվացել են, իրանք մի խնդիր ունեն ցույց տալու, որ մենք իրանք նման ենք։ Իրանք մի խնդիր ունեն, իրանք արդեն չեն էլ բանանում, ուզում, չեն էլ փորձում ապացուցեն, որ իրանք թալանչի սրիկաս տահակ են, կներեք այս բառակապակցությունների համար։ Իրանք հիմա ուրիշ խնդիր են դրել, իրանք վարչապետը Ֆրանսիայում 3 միլիոն բանով եվրոյով տուն է գնել։ Ասենք մերկու դաշնակ կա Ֆրանսիայում, տանում են 3 եվրոյով կայք են բացում մի շաբաթանոց, մեջը ինչ զառանցանք ասես դնում, դե արի ապացուցի, որ ասում եմ, այս մարդիկ Քոչարյանա սերժական ստահակ զանգված էլ չել փորձում ապացուցի, որ իրանք բան են։ Եվ մենք կոռեկտություններ պահելով սխալվում ենք։ Մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է։ Եվ դա արձանագրված է դատարանի որոշմամբ։ Որովհետև մարդը գնացել է իր դեմ կաշառքի գործը, ասել է վաղեմության ժամկետ կիրառեք։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ որ ինքը խոստովանում է, որ ինքը կաշառակեր է։ Հիմա Հայաստանի Հանրապետության դատական համակարգում պաշտոնապես արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կաշառակեր է։ Թողնեմ դատի տան։ Հիմա սրանից հետո ես երբ ելույթ ունենամ Ռոբերտ Քոչարյան անունը հնչի, ասելու եմ կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը եւ այլն եւ այդպես շարունակ։ Լավ, ամեն ինչին չափ կա, սահման կա։ Ամեն ինչին չափ կա, սահման կա։ Վարչապետը վիլայ է առեբանում։ Իրանք էլ չեն ժխտում, որ բանում Հունաստանում բան կղզի ունեն։ Իրանք այլևս չեն կարա պաշտպանվեն, որ իրանք թալանչի կաշառակեր են։ Իրանք ուզում են ցույց տան, որ դե իրանք էլ են, իբր մենք էլ ենք թալանչի կաշառակեր, չեք հասնի այդ նպատակին, որովհետև ամեն մի անհեթեթության հետևից գնալ, եւ իմիջիայլոց այս անկանոն շարժումներն էլ կապված են այս գույքի բռնագանձման, այս համակարգերի, իմիջիայլոց համայնքային շահի պաշտպանության այս օրենքը ընդունվել է 2021 թե 22 թվական։ 2023 թվականի ապրիլին բան։ 23-ին ժամանակներ։ Հա, ու որովհետև մենք ապօրինի գույքի բռնագանձման համակարգ, այսինքն մի քանի համակարգեր ստեղծել, մենք է նկատեցինք, որ մի րոպե ժողովուրդ ջան, մի հատ հսկայական շերտ դուրս է անում, եւ այդ շերտն է նա, որ համայնքները կղզիացած, այսինքն ըստ էության վերահսկողության մեխանիզմների բացակայության պայմաններում իրանք ինչ ասես սեփական բادرանով ով պետք է զբաղվի։ Եվ այո, էլի մեծ դիմադրության պայմաններում համայնքային շահի այս գործառույթը վերապահեցինք դատախազության։ Այն ժամանակ էլ էր ասում, «Վայ, բռնապետական համակարգ ենք սարքում» եւ այլն, ուր այդ բռնապետական համակարգը։ Ուր այդ բռնապետական համակարգը, ընդ որում միջազգային բոլոր բաներով, ռեսուրսներով Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկրների ցանկում է, շարքում է եւ ամրապնդում է տեղը, շատ կարեւոր է։ Եվ ահա այս ամեն ինչը կապված է ուղիղ սրա հետ, որովհետեւ երբ որ մարդկանց ձեռից սկսում ես գույք բան անել, գույք վերցնել, ապօրինի թալանված գույքը հետ վերցնել եւ մարդիկ զգում են, որ մոտենում է, ինչ պետք է անեն։ Պետք է փորձեն, ցույց տալ, որ դե իբր մենք էս վերցնում ենք մեզ, Դիլիջանի մանկապարտեզը վերադարձրին, այո, ճիշտ է, բայց այնուամենայնիվ այն հենակետային քոլեջները, հանրապետության հենակետային քոլեջների մի մասը վարչապետը նվիրեց դստերը, երկրորդ մասը երկրորդ դստերը, երրորդ մասը երրորդ դստերը, չորրորդ մասը ընդհանրապես բաները, համալսարանները որդուն է նվիրել, բաները, մարզադաշտերը եւ մարզադպրոցները, ասենք չգիտեմ, ելում եւ այդպես շարունակ։